Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ինչով սահմանադրական կնդատանի որոշման հրապարակումը կուզենայի մի քանի գաղափարական թեմաներից իրար հետ զրուցենք, որն է մեր հավատամքը, որն է մեր գաղափարական հենքը, ինչի համար ենք մենք պայքարում։ Մենք հավատում ենք, որ հայ ժողովուրդը սովորական հերթական ժողովուրդը չէ։ Մենք հավատում ենք, որ աշխարհի 2000 ժողովուրդների մեջ հայ ժողովուրդը ընտրված ժողովուրդ է եւ ունի պատմական առաքելություն։ Դրա ապացույցը մենք տեսնում ենք մեր կրոնական գրքերի մեջ առաջինը Արարատի փեշերին, մարդկության երկրորդ վերածննդի փաստով եւ երկրորդը այն փաստով, որ հայ ժողովուրդն է աշխարհում առաջինը բացի ստեղծողից միաստվածությունը ընդունել որպես պետական կրոն։ Միաստվածությունը, ոչ միայն քրիստոնեությունը։ Եվ այս ճակատագիրը, որ մեզ հասել էր, ճակատագրի հիմնական ուղերձը այսպիսին էր՝ տարածել գաղափարները այդ, ստեղծել ուժեղ հասարակություն, որը հնարավորություն կտա աշխարհին լինել որպես օրինակ։ Ինչն է մեր պարտությունների պատճառը ըստ մեր հավատամքի։ Դա մեր ճակատագրից խուսափելն է, ավելի հեշտ ճանապարհի գնալն է։ Աշխարհում կա եւս մեկ ազգ, որը պատմականորեն ընտրված է եւ ունի առաքելություն։ Սակայն ի տարբերություն մեզ, այդ ազգը իր առաքելությունը ինքնակազմակերպման միջոցով ընդունել է, չի խուսափել եւ կատարել է եւ այսօր էլ համարվում է աշխարհի տնտեսական ամբողջ կապիտալի 15%-ի տերը, ամբողջ կապիտալի եւ հզորագույն պետություններից մեկի ներկայացուցիչը։ Խոսքը հրեա ազգի մասին է։ Մենք էլ ունենալով ճակատագրի կողմից ընտրված նույն առաքելությունը ընտրել ենք այլ ճանապարհ խուսափելու եւ խուսափելու են ճակատագրից բեմ պատասխանատվությունից, որը դրված է ընտրված ազգի առջև։ Բայց մեր առաքելությունն է մեր ժողովրդին, անգամ այն հատվածին, ովքեր այսօր ուզում են ապրել որպես սովորական հերթական ժողովրդի ներկայացուցիչ, ցույց տալ, որ մենք ունենք առաքելություն, մենք ընտրված ժողովուրդ ենք եւ այդ առաքելությունը վերցնելով բերել մեր երկրին փառք եւ հզորություն։